Բուրաստան Դավոյանը ինքը խնամքի կարիք ունի, բայց երկար տարիներ խնամում է 94-ամյա հիվանդ մորը, ով բացի այն, որ քաղցկեղով է տառապում, նաև կույր է, չի լսում, խոսել չի կարողանում։ Տարեստուստրը հոգ է տանում այնպես, ինչպես մայրը փոքրիկ երեխայի նկատմամբ։ Կյանքի վերջին օրերն է ապրում, արցունքոտ աչքերով պատմում է Բուրաստան Դավոյանն ու ասում, որ ամեն ինչ անում է, պայքարում մոր առողջության համար։ Ես չեմ ուտե, բայց իրան գնայում։ Ախիջան ամենից թանկը մայրն է, չէ։ Այս պայմաններին մայր եւ դուստր Դավոյանները կարելի է ասել հարմարվել են, տնակում չկա ջուր, էլեկտրաէներգիա ու անգամ աթոռ, որը կարող են առաջարկել հյուրերի համար։ Տնակի միակ գույքն այս կիսախարխուլ մահճակալն է, որին գամված է նրա հիվանդ մայրը եւ այս կոտրված բազմոցը, որը օգնություն է հարևաններից։ Հարուստը կեշտած երկով գպարեմ են քասիբ նոր կեշտակսեն ինչի մարիս եկե, էլի չկոսամ աղջիկան։ Ենքան կաբինետների մդուր էսպես զզվել եմ, չոքնեցին թիոչարը, տանին գտնեմ հրաբարագ արդեն այստեղս հասել էլ չեմ կրնա։ Մեծ կնիգի ամեն ինչը կուզե ուդեղ կետամ օգնության համար դիմում կուդամ հեշ մեկը հաշվի չեն առնի։ Օրվա հացը հազիվ եմ հասցնում, ասում է Բուրաստան տատն ու մեզ հարցնում, թե Գյումրիում նմանատիպ պայմաններում ապրող ընտանիքներ շատ կան, բայց մյուս կողմից հիշում է, որ այն բարեգործական ճաշարանը, ուր ինքն է այցելում, օրեցօր նոր շահառուներ է ունենում։ Չմոռացավ եւ հեգնանքով հիշեց Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսը։ Ինչպես կաբրիմ աբաղով է, ինչն է աբաղով։ 5 կիլո հավի պդի մսով է քնած պրեզիդենտ սավեն ինչ երետ կանե փողոքելիմ։ Հեչ հաշվի չեն էլ առնի։ Երկուսենյականոց բնակարան են կորցրել 88-ի երկրաշարժի ժամանակ, բայց քանի որ որդին Հայաստանում չի եղել, անհրաժեշտ փաստաթղթերից մեկը ժամանակին չի ներկայացրել հաշվառման համար։ Հիմա տեղեկություն չունի, իրեն պետությունը բնակարանով ապահովելու է, թե ոչ։ Ֆինանսական միջոցներ չունի այս տնակը փոքր-ինչ բարեկարգելու համար։ Մտածում է, որ տեղումներն իր համար խնդիրներ կառաջացնեն։ Տանիքը մի քանի անգամ քամին քշել տարել է։ Ես ինչքան չուր կողեմ որ տակնամ, ծագերը ինչ կնիկ մաշտեմ, տղա չեմ որելում։ Ծագերը սարքեմ, օգնողում չունիմ, հարազատում չունիմ, ուդեղ կեշտամ փողոքեմ գահաշվի չեն առնի։ Տարեցկինը պատմեց նաև, որ բազմիցս դիմել է տեղի իշխանություններին, որպեսզի իրեն ձեռք մեկնեն, սակայն պատասխանը միշտ բացասական է եղել։ Նրան հնարավորություն չեն տալիս քաղաքապետի ու մարզպետի մոտ իր խնդիրները բարձրաձայնելու, ուստի նա հեռուստաեթերով է դիմում վերջիններիս ու իր եւ տարեցմոր վիճակը ներկայացնում։ Օգնություն չկա, բայց կնայեմ որ կողքին կեշտանք ստանանք ու կան։ Մազբեդարանը տվեցի դոկումենտները կամ ոդս գնացի մեջեցին տվել են բանը քաղաքապետարանը մեջել են կույնե ձմեռը յոլա ետնանք վառելիք տան աղջիկ ջան ուրիշ բան չեմ ուզել գիտեմ որ տուն չեն տա հույսս կկտրեմ ես իմ երբ սարքեն Նշենք որ այս տարածքը որտեղ ապրում են Դավոյանները նախկինում եղել է արհեստանոց Հերմինե Մկրտչյան Համբարձում Պապոյան Գալենյուս